Անտեղյակությունը միշտ չարիք է գործել, միշտ։ Եթե բանտում հանդիպեք 10-ին, դրանցից 2-ը չար են, դրանցից 8-ը ընկել են ես իմում խելքին։ Որտեղ տեսնեք ինչ-որ բաներ, վատ բան եղած, տեսնես, որ անտեղյակ մարդիկ ավելի է շատ զոհ դառել։ Այսօր մեր հասարակությունը, մեր ժողովուրդն էլ նայում ես, ով ինչ ասի, ասում եմ, ինչ գերբնական հավատքի տեր են մեր ժողովուրդը։ Ով ինչ ասում է հավատում է։ Իրոք ասում եմ ոնց է կարում հավատքը, առաջի քրիստոնյաներն ենք, ինչից է, չգիտեմ, բայց մեծ հավատքի տեր ենք, սա մի քիչ հումորով եմ ասում, ինչ ասես հավատում են։ Ես մի օր ուզում եմ սենց էքսպերիմենտ անեմ, փորձարկում անեմ, գնամ ինչ-որ տարօրինակ մեկերի անունը տամ ու ասեմ, որպես սենց մի հատ թազա Աստված կա, ինձ թվում է, գիտեք, ինչքան մարդ կհետևի ինձ։ Եթե տեսնեն սենց լուրջ խոսում եմ, ջանքով, եռանդով խոսում եմ, գիտեք, ինչքան հետևորդներ կունենամ։ Անկապ բաներ ասեմ, մարդիկ հավատում են։ Անտեղյակությունը սատանայից ավելի լուրջ վնասներ է բերել ոչ միայն հասարակությանը, այլև եկեղեցուն։ Շեշտում եմ, եկեղեցուն նույնպես։ Որովհետև եթե քրիստոնյան իմանա աղոթելու մասին մի քանի կարևոր բաներ, որ ինչպես պետք է աղոթի, սակայն չիմանա, Աստվածաշնչից չիմանա երեխաների հետ կապված իր վարվեցողությունները, իր երեխաները ինքը հոգեորապես զորավոր կլինի, բայց իր երեխաները կմեծանան անդաստիրակ։ Եթե քրիստոնյան տեղյակ լինի Աստվածաշնչյան որոշակի համարներ եւ պաշտամունքին միշտ ակտիվ լինի, ինքը հոգեոր այս գործը կարևոր է անում, բայց տեղյակ չլինի Աստվածաշնչից մարդկային փոխհարաբերությունների հետ կապված, որտեղ Աստվածաշունչը խոսում է մարդկային փոխհարաբերությունների հետ կապված։ Եթե մարդը անտեղյակ լինի, կհաջողվի ինչ-որ ոլորտում, բայց մեկ ուրիշ ոլորտում կձախողվի։ Կին ամուսին փոխհարաբերության մեջ կձախողվի, թեպետ իր մտքում կասի, բայց ես այնց զորավոր աղոթներ եմ անում։ Այն մարդ ինչի ես ինչի եմ կնոջիցս ու կամ ամուսուցս ուզում բաժանվեմ, հլը մի հատ իմ աղոթքները նայեք, ոնց եմ աղոթում։ Եթե ես իմանամ հոգևոր ինչ-որ բաներ, բայց նույն ձևի չիմանամ այն մնացած բաները, ինչ որ Աստվածաշունչը սովորեցնում է, ես կլինեմ ինչ-որ մի հարցում հաջողված, բայց կվնասվեմ մնացած բոլոր հարցերում։ Դրա համար կարևոր է Աստվածաշունչը խոսում է հաջողվելու մասին։ Ես Աստվածաշունչը շատ լավ կարդում եմ, կամ օրինակի համար եկեղեցի եմ գալի, բայց ես չգիտեմ հաջողվելու հետ կապված Աստվածաշունչը ինչ օրենքներ է տալիս, եւ ես անտեղյակ լինեմ հաջողվելու հետ կապված օրենքների սկզբունքների մասին, ես միշտ պարտաճանանչ հավաքույթի կգամ, բայց ես միշտ հիասթափված կմնամ։ Ինչ գիտենք ես եւ դու, ես ինձ եմ ասում, ինչ գիտեմ ես, հաջողության մասին ինչ է խոսում Աստվածաշունչը։ Կին երեխա փոխհարաբերության մասին, Աստվածաշունչը տարբեր ամեն ինչի մասին չի, որ խոսում է, բայց շատ հիմնարար բաներ կա, որ Աստվածաշունչը ներկայացնում է եւ խոսում է։ Տեր սովորեցրում ես կյանքի օրենքները, որ կարողանանք ապրենք քո ճշմարտությունների մեջ։